պետք է հասկանանք, որ եթե Իրանում իրավիճակ փոխվեց, ամբողջ մեծ մերձավոր արևելքը, հարավային Կովկասով, հյուսիսային Կովկասով, միջին կենտրոնական Ասիայով, Աֆղանստանով խառնաշփոթի մեջ հայտնվելու։ Մեծ մերձավորքի հարավային արաբական թերակղզու մասով էլ, արաբները չեն սիրում Իրանին, ակնհայտ է շահերի բախում կա, հավակնությունները Իրանի կայսերապաշտական միշտ են եղել, այդ պետությունը ավելի շատ կայսրություն է եղել, քան սովորական պետությունը, վերջիվերջո պետք է նաև այդ ավանդույթը հիշենք։ Իրանը էթնիկ առումով շատ մեծ բազմազանություն ունի, ընդ որում էթնիկ առումով, օրինակ, երբ որ մենք նայում էինք այդ տեսանյութերը, քրդերը Խամենեիի նկարներն էին պատրում, քրդերը երբեք էլ Իրանի ինքնության հետ որևէ կապ չեն ունեցել, քրդերը իրենք իրանցով ունենալով մոտավորապես 26 միլիոն, այսպես ծվեն եղած հատվածներ 4 երկրում կարծես թե պետություն չկարողացան ունենալ։ Հիմա քրդերը երբեմն գործիք են դառնում մեծ քաղաքականության մեջ։